Փարև, հազար փարև, իմ անունս Գասիա Արմենյան է և հրամեցեք մեր թանգարանը, իմ երկրորդ տունս, ուրեմն հետևեցեք ինձի, ես մասնակիտությամբ մշակութային պատմություններում մասնակետ եմ և այս թանգարանը ներս անցյալ 26 տարիներուն աշխատակցած եմ ցուցահանդեսներ կազմակերպելու, դասախոսություններ տալու, դասավանդելու, հրատարակություններուն աշխատելու և վերջապես հետազոտություններ անելու, մեր թանգարանի արխիվները ներս բեղումներ անելու և քիչ մնալ քաղաքնի ոստիկանական, այսինքն detective work անելու, որ հասկանամ ուր են եկած է առարգամը։ Իսկ մեր թանգարանը Fowler Museum at UCLA մշակութային պատմության թանգարան է և կգտնվի համաշխարհայինորեն հանրածանոթ University of California at Los Angeles-ի համալիրեն ներս։ Մեր Fowler Museum-ը կմասնակցի մշակութային պատմության հետևյալ ցամաքամասերու ապրիգե, հարավ-արևելյան Ասիա, Southeast Asia, ամերիկաներ, հյուսիսային, կենտրոնական և հարավային ամերիկաներ և այսքանը։ Ուրեմն, հիմա պիտի սկսեմ իմ պատմությանս, հետևեցեք ինձի եկեք հետս և ասիկա հարաճապանն է իմ պատմությանս։ This is story time։ Պատմությունս պիտի պատմեմ։ Ժամանակին կար ու չկար, սև ամպը եկավ և տարածվեցավ երկրաքունթի վրա։ Այդ սև ամպը կգոչվեր COVID, կհիշեք։ Եվ մենք բոլորս բարդատրվեցանք ապաստանիլ մեր դուներում մեջ, փակել թռներ և պատուհանները և գրեթե շնչահեղձլալ։ Եվ ճիշտ այդ ժամանակ էր, որ Fowler Museum-ի դնորենությունը որոշեց անմիջապես առցանց աշխատանքային դրություններ կազմակերպել։ Ուրեմն շատ շնորհակալ ենք համագարկիչ ստեղծողին, ցերքի հերացային ստեղծողին, որովհետև առանց անոր մենք առցանց պիտի չկարենայինք աշխատել մեր դուներեն ներս։ Ուրեմն ամեն մարդ գրասենյակը սկսավ դասավորել տան մեջ, իմս եղավ մեր ճաշասեղանին մեկ անկյունը, անշուշտ շուտով բոլոր անկյունները քիրքեր դիզվեցան։ Եվ որոշեցի խորասուզվել, բեղել մեր թանգարանին արխիվները։ Գիտեի, որ ամեն ինչ առնչված է ապրիգե, հարավ-արևելյան Ասիա, ամերիկաներու շուրջ, բայց միտքիս մեջ հարցում մգար, արդյոք ովևէ մեկ հայկական բան ունենք։ Եվ տեսեք, որ այո, ունեինք 14 հատ հայկական ասեղնագործ կտա։ Եվ հիմա այդ հայկական ասեղնագործները որոշեցի բեղել, ստուգել, սորվել անոնց մասին, որովհետև շատ ցավալի բացատրություն մգար այդ ասեղնագործություններուն, նկարներուն և իրենց տվյալներուն մեջ, գսեին Izmir, Turkey։ Կրնակ երևակայել աչքերս ինչ եղան, դուրս ինգան։ Ինչպես կլա հայկական ասեղնագործը Izmir, Turkey։ Իմ մեծ մամաս կներ, իմ մամաս կներ, հայկական ասեղնագործ էր ասիկը, ուրեմն սկսա իմ բեղումներս կատարել։ Արխիվներում մեջը կտա, որ Մարի Փիլիպոսյան անունով դիգին նվիրած է այս 14 ժանյակ ասեղնագործերը թանգարանին 1980 թվականին։ Օրը որոշեցի COVID-մովիդ ըսի չեմ գիտեր, ես պիտի երթամ թանգարան և թուղթե արխիվները նայեմ։ Այդ թուղթե արխիվներում մեջ կտա, որ Մարի Փիլիպոսյանը նվիրած է այս 14 ժանյակները
Քաչալերանքովը հայկական բաժնի UCLA-ի Armenian Studies հայկական մշակութային պատմության բաժնի ղեկավար պրոֆեսոր Ավետիս Սանջանի օգնությամբ։ Ուրեմն, անունը ունիմ Մարի Փիլիպոսյան։ Գիտեմ, որ 1980-ին նվիրած է Fowler Museum-ին։ Եվ այս ձևով որոշեցի խորասուզվել արմատական բեղումներն էլ այս դիգնոջ կյանքին և սրբակրել այդ Իզմիր Թուրքին հայկական ասեղնագործության քով տրված։ Լոս Անջելես քաղաքի պետական արխիվները սկսա բրբդել և եթե ինձի հետևիք և կակ այս կողմ, այս թիկ, պիտի տեսնակ, որ Լոս Անջելեսի քաղաքապետարանին արխիվներում մեջ են, կդա օրիորդ Մարի Փիլիպոսյանին Green Card-ի թիմումնակիրը, նաև կդա օրիորդ Մարի Փիլիպոսյանին քաղաքացիության citizenship-ի վավերակիրը, իսկ երրորդ կարևոր թուղթը որ կդա օրիորդ Մարի Փիլիպոսյանը 1949-ին եղած է առաջին դնորեններեն մեկը համաշխարհային առումով համբավ ունեցող Արարատ հոմին, որ դարեցներու հատուկ դուն մնե և որ մինչև այսօրս գաշխատի։ Ուրեմն այս երեք կարևոր դվյալները կդա։ Հիմա գծիկներ գային, քելի գծիկներ գային և առաջինը հետևյալն էր։ Օրիորդ Փիլիպոսյանի Green Card-ի թիմումնակիրը։ Շատ մդվյալներ գային, ծնած է Գեսարիա, 25 տարեկանին եկած է Ամերիկա, 1897-ին ծնած է և եկած է իդալական նավով Ռեջինա դ'Իտալիա անվան նավով, նախ հասած է Նյու Յորք, հետո Նյու Յորքեն եկած է Լոս Անջելես 1922-ին։ Ուրեմն ամեն մեկ դվյալը առնելով ավելի մանրամասն հետազոտություններ ըրի, հետևյալն է, Իզմիրեն եկած է նավը արած է և եկած է Ամերիկա և այդ ժամանակ Գեսարիո չարթերեն ազատվողները եթե Ամերիկա պիտի կային, Իզմիրի նավահանգիստով գուքային Ամերիկա, իսկ եթե Բեյրութ Լիբանան պիտի երթային, Մերսինի նավահանգիստով Բեյրութ Լիբանան երթային։ Ուրեմն նաև կդա որ օրիորդ Փիլիպոսյանը մահացած է 1986-ին և թաղված է Forest Lawn քերեզմանատունը Hollywood Hills։ Հիմա ասալ ամեն մեկը աչքովս տեսա և գուզեի վստահ ըլլալ, որ օրիորդ Փիլիպոսյանը ուր թաղված է։ Ուրեմն օրմը ելա Քացի Forest Lawn Cemetery քերեզմանատունը և կդա օրիորդ Փիլիպոսյանին քերեզմանը դխուր դեղը, գերտան, գուլան, գդխրին, ես ատպես չեր, ես կացի լավ լուրը դալու Մարի Փիլիպոսյանին և շատ ուրախ էի, Միս Փիլիպոսյան, ես քուցերակորձներդ կդա և բիդի ծուցատրեմ թանկարանեն ներս, ինչ ուրախ է և ուղագի ըսկացի, որ ինքնա հոգեպես հետս էր։ Լավ, հիմա ասկամ հուզում է և ուրախութեն է վերջ, անցնինք ավելի լուրջ աշխատանքի։ Ինչ գուզեի քիրքեր գտնալ, բիբլիոգրաֆի մգազմել, գուզեի քիրքեր գտնալ հայկական ասեղնագործության մասին և անշուշտ ողջը լա Google-ի միջոցով ահագին բան կդա։ Ուրեմն առաջին բանը որ կդա, առաջին քիրքը որ ասեղնագործության ժանյակի մասին դպված է, Ամերիկայի մեջ դպված է Բոստոն քաղաք, Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքին մեջ Դիգին Նվարդ Թաշջանի գոմ է։ Դիգին Նվարդ Թաշջանը անգլերենով գրած է այս քիրքը, որուն հարաճապանին մեջ գսե, թե այս հատուկ հայկական արվեստը գուզե սորվեցնել
ամերիկացի դիգիններուն, որ դարբեր ծևերով ալ իրենց դուները կեղեցկացնեն։ Ուրեմն շատ կարևոր է առաջին գիրքը դպված է Ամերիկայի մեջ։ Երկրորդ գիրքը որ կդա Հայաստանի մեջ էր Սերիկ Դավթյանի Ժանյակ գիրքը դպված 1966-ին։ Ադի շատ օգտակար եղավ ինձի, Աստված հոգին լույսերու մեջ պահե։ Երրորդ գիրքը որ կդա Ալիս Օդյան Կասպարյանի գիրքն էր դպված 1980-ական թվականներուն Ամերիկայի մեջ եւ գուզեմ ասել, որ Ալիս Օդյան Կասպարյանը ասեղնակորձության բացառիկ տաղանդավոր մասնակետ էր եւ իր բոլոր ցերակորձները կգտնվին Washington DC-ի Smithsonian Institution-ի ցուցասրահներուն մեջը։ Իսկ չորրորդ գիրքը որ կդա Բեյրութ դպված է, Բեյրութ Լիբանան դպված է, Հայ օգնության միության կողմէ 1990-ին, եթե չեմ սխալիր, խմբագիրն է Սեթա Մարգոսյան։ Իսկ վերջին գիրքը, որ 21-րդ դարու առաջին գիրքն է, դպված է Հայաստանի մեջ Լուսինե Մխիթարյանի Ժանյակ ասեղնագործության գիրքն է, որ դպված է 2016-ին, վերադպված է 2018-ին եւ կարծեմ պիտի վերադպվի շատ շուտ 2024 թվականին։ Ուրեմն հիմա բդդինք եւ գիտենք Մարի Փիլիպոսյանի Ժանյակները։ Շուտով ցեզի պիտի ասեմ, որ ինչու այս ձևով ցուցադրած ենք, այս ամբողջը հadoop ձևով գազմագերբեցի նպատակ ունեի։ Ուրեմն ահավասիկ ասի առաջին Ժանյակն է, եթե կտեսնակ հավերժության նշանները կան, հայոց ասի ելագն է, Արարատ լերը կտեսնեք, Ժանյակի ասի հաջորդ Ժանյակն է, կտեսնեք ութ կողմանի աստղը, ծորենի թաշտ, ամեն տեսակի բան։ Ժանյակը կներկայացնե դիեզերքի եւ երկրաքունթի նվերները, որ մենք կվայելենք ամեն օր։ Եվ ամեն անգամ որ Ժանյակի նայեմ եւ հիշեմ, որ դիեզերքը եւ երկրաքունթ է, Վահագնի ծնունդը կհիշեմ։ Հիմա պիտի չարդասանեմ անիկա, մի վախնակ։ Դուք ձեր միտքեն արդասանեցեք։ Նայեցեք, շուքերուն ուշադրություն դարձուցեք։ Հիմա ահավասիկ նորեն Արարատները կա, թաշտերը կան, մշտնչենական ծառերը կան եւ շուքերը կան։ Հատուկ ցևով այսպես ցուցադրեցի, որովհետեւ ընդհանրապես դափակ սեղանի վրա գտրվի կամ թեթև անգյունով շատ դգար անգյունով գառուցվածքի վրա գտրվի, սևի վրա գտրվի, սև քույնի վրա։ Սարդարաբադի թանգարանը հանդիպեցա նարնջակույնի վրա դրված էր, որ շատ գեղեցիկ էր հայկական ծիրանին։ Այս ցևով ուզեցի տնել, որովհետև մեր չարթերեն ազատված Մարի Փիլիպոսյանին չէի ուզեր մահացած վիճակի մեջ տեսնել, կուզեի աչքի նայելով տեսնել, կուզեի նաև իր հոգին տեսնել, հոգի ներկայությունը ցեզի հրամցնել, շուքի միջոցով։ Չեք հավատար, 17 տարեկան հույն աղջիկը իր մորը հետ եկավ այցելեց աստծուցահանդեսը, ծկեցին քացին, փամաչսի, իրենք փամաչսին, հետո աղջիկը ետ վերադարձավ, այդ 17 տարեկան աղջիկը, եւ ինձ ասավ, գիտես քեզի ասելիք ունիմ, հույները ասավ, երբ որ ցերակորձ կնեն, միշտ ծակմը փամը գծկեն, որ հոգին մեջ են մտնա եւ ելլա։ Թուն ասամ ճիշտ նույն բանը ըրած ես, այսինքն ես միջև հիմա գզարմանամ եւ ուզեցի ցեզի փոխանցել։ Ասի հոգիներն են, մեր նախնիկներուն հոգիները փայլուն են, գոյություն ունին, մեզի կկոդեբընթեն։ Լավ, հիմա ուրիշ նյութի մասին անցնիմ։
ինչու հայկական։ Մեծ մամաս ընկերուի ուներ, որ թուրքերու հետ ապրած էր, գուքային մեր դունը գնստեին ձերակորձնելու եւ գսեր օյա։ Հույն ընկերուի մունիմ ուրիշ աթենք գաբրի, անալ գսե ինքը գիբրա հույն է, անա գսե բեբիլալես, Սիպրիոտ, հույնը գսե բեբիլալես, թուրքը գսե օյա։ Մենք ինչու գսենք հայկական ժանյակ, ուրեմն Սերիկ Դավթյանը ինձ օգնեց, վերեն, իր կրկին մեջը հադուկ դեղ կրաված էր Արուբանի աստվածուհին, չհանդարտեցա, չխաղաղվեցա, մինչև ես կդա այդ Արուբանի աստվածուհին, գապվեցա, հրամեցեք, Արուբանի աստվածուհին է ասիգա, գապվեցա Հայաստանի պատմության թանգարանի ղեկավարության հետ եւ ըսի դուք ունիք ասինչ աստվածուհու արձանիկը բրոնզյա 12 սանտիմետր հասակով այս գեղեցիկ արձանիկը եթե կարելի է ինձ ուղարկեցեք անոր նկարը եւ ես պիտի սերդեմ եւ բերեմ մեջտեղ անեմ անոր պատմությունը հիմա եթե նայեք աստվածուհի շղարշի գլխու շղարշին, որ գիչն է մինչև մարմնի ներքևի մասը, աստեղնակործություն կա, ատիկա առաջին ժանյակի փաստն է, որ գոյություն ունի, վավերակիր է, փաստ է, արձանիկը գտնված է Դարաբեի ամրոցի շրջափակին մեջ, Վան քաղաք, մեզ մե 3000 տարի առաջ, այսինքն 8-րդ թար նախաքրիստոնեական շրջան։ Արուբանի հետո եղած է անշուշտ մայրության, սիրո, ընտանիքի, փեմնավորման աստվածուհին եղած է, որը հաջորդաբար զրաթաշտական շրջանին եղած է Անահիտ աստվածուհի, հետո մեր ցուցազնական պատմության մեջ եղած է Ծովինարը, Սանասար եւ Բաղդասարի մայրը, հետո փոխադրված է Մարիամ Աստվածամայրը եղած է, Զորավոր Մարիամը եղած է, հետո եղած է մեր մեծ մայրերը, մեր մայրերը, մենք, մեր զավակները եւ այսպեսով պիտի շարունակվի։ Հիմա անշուշտ Արուբայնիի կով գտնված են ասեղներ, որ թելարվեստի հետ կգաբակցվի իր շղարշի շուրջի գտնված աշխատանքը, անշուշտ թել չէ գտնված, որովհետև 3000 տարի թելը չէր գրնար այդ հողին դագը մնալ առանց քայքայվելու։ Հիմա նորեն պիտի շարունակենք մեր ճանապարհը, որովհետև ըստ ինձի, լավ, 3000 տարի առաջ Արուբանին փաստ է, որ ժանյակը հայկական ասեղնակորձ է։ 3000 տարի առաջոնը մինչև այսօրս ուրիշ ծևերով ներկայացված է, նայեցեք, վայելենք այս շուքերը եւ հադուկ ես այս մանիշակագույն քույնը ընտրեցի, որովհետև եթե կհիշեք, չարթերու 100-ամյակի առիթով անմորուկ ծաղիկը եղավ նշանափանը մեր հարադեվության եւ ուզեցի անմորուկի քույնին մոտ քույնը ընտրել, որովհետև ճիշտ ինչպես ժանյակը, եթե մգրատը առնեք կդրեք եւ կամ եթե սուրը առնեն մեր թշնամիները եւ մեր վիզերը կդրեն, չի քագվիր, չի քայքայվիր, նույն ցևով կմնա, միան ատեղ գդրված կմգլա եւ գշարունակի։ Լավ, ասիգայալ քիչ մը փիլիսոփայական է ամոս։ Հիմա շարունակենք։ Քարագուսի ժանյակը ըստ մասնակիցներու ամենադժվար աշխատված ժանյակն է։ Նայեցեք, Մարի Փիլիպոսյան ասիգա բան է, գամուրջներու երկրաչափի գործ է։ Structural engineering կգոչվի ըստ ինձի։ Գամուրջ շինելու դեպ ժանյակով գամուրջը շինած է։
նախ շրջանակը սկսած է գետրոնեն սկսած է աշխատել, հետո այս խաչերը թրած է եւ ընդլայնած է թեպի քարագուսի, ուրեմն եւ ցեզի փամը ասեմ, այս բոլոր ասեղնակորձները շատ հարթ հավասար են, չկա անանք խորդ ու փորդ բաժիններ, ամենն այնքան լավ աշխատած է, որ հարթ հավասար են եւ ցիկ, հարթ հավասար եւ ցիկ, ուրեմն աշխատած է մի քանին եւ քովի գարած է, այս ցևով ես դեկտեմբերին երբ որ Հայաստան էի, ժողովրդական արվեստներու թանգարանը Շարամբեյանի անվան, դեսա ժանյակը, որ սեղանի սփռոց էր, առաստաղեն մինչև քեդին եւ մի քանի լայնքով նկարալ ունիմ, եթե որ ուզեք այդ նկարը ցեզի ուղարկեմ։ Եվ այս ցևով պիտի շարունակենք։ Լավ, 3000 տարվա մեջ ինչ ուրիշ ցևագերբում ունեցավ ժանյակի մանրագրգիծ աշխատանքը։ Հասակ հացի նորեն Վան։ Մտել արդասանություն կա ցևով։ Հասա Վան, Կոշավանք, հասա Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անվան եկեղեցին եւ շրջապագին մեջը տեսա այս գեղեցիկ խաչքարը քանդակագործ Բողոսի ցերկով ստեղծված Master Բողոս 1290 թվականին այս խաչքարը որ իմ հասակս է եւ երկու անգամ լայնքովս է այս ժանյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության դակ է եւ պաշտպանության դակ է շատ կցավի մսելու որ միայն Արևմտյան Հայաստանի եւ Արցախի մեջ մնացած են 50,000 խաչքարեր անշուշտ շատ լավադեղյակ եք որ մեր ճագերդյալ հարևանները երկու կողմեն ինչ ցևով գրմփագոծեն գքանթեն ախորի գվերածեն մեր բոլոր սրբադեղիները մեր խաչքարերը եւ մեր պատմական շենքերը հիմա կյանքի մասին խոսենք ամենուն օրը գուկա ուրեմն աստիգա այս ցևի քանթակը գոչվի ասեղնակորձ քանթակ նայեցեք այստեղ այս արևը կա իր ջարակայդներով նայեցեք հոս ճիշտ այս ժանյակնալ կներկայացնե եւ գբատկերն է ցևովը Master Բողոսի քանդակագործ Բողոսի խաչքարին եւ նայեցեք գրեթե ճիշտ նույն նախշերը կան նույն մոտիվները կան բոլորին վրա եւ անշուշտ շուկը միշտ ներկա է հիմա ուրեմն նորեն ասալ շրջանակացև նայեցեք ինչ մանրագրգիծ աշխատանք է ինչ համահավասար ցևով աստիգինը ըրած է գիտեք հիմա շատ չսեմ նորույթ է միշտ գոյություն ունեցած է բայց հիմա գրեթե ամեն մարդ գխոսի ինքնամփոփվելու սուզվելու հոգին խաղաղեցնելու մասին ոմանք կա թայչի գնեն ոմանք կա յոգա գնեն ոմանք կա գերտան լերները գնստին եւ ժամերով կսկսին ուղեղնին թեթևցնել հոգսերը թեթևցնել բայց ես իբամ ասեմ այս ժանյակի աշխատանքը ինքնին meditation է հիմա ասի ինչպես պիտի ասեմ հայերենով չեմ գիտեր բայց meditation կգոչվի որովհետև ժանյակ աշխատողը ճիշտ ինչպես համագարկիչի մեջ կոդ կգրե նույն ցևով իր մորմե ստացած հոգեգան կոդերն է որ գարդահայտե պետք է ամփոփվի պետք է ինքն իր մեջ խորասուզվի եւ առանց ովևէ մեկ ուրիշ արդակին ցայնի կամ աշխատանքի այս կորձը գադարե ամեն մեկը
ամիսներ գարն է, ամիսներ, ասի քրոշե անելու, հյուսելու բեշ չէ, որ գրնակ հերադեսի լթիդել մեկ կողմեն աշխատիլ, չէ, ասիգա լրիվ ամփոփում գուզե, եւ ես հիմա որ ետ մտածեմ ինչպես չարթերեմ վերջը, միսիոնարական գազագերբությունները հայ որբերը հավաքած են եւ աղջիկներուն այս աշխատանքը սորվեցուցած են, հիմա ետ մտածելով գսեմ, որ այս աշխատանքը փուժիչ թեր ունեցած է, այդ չարթերու զարհուրանքը դեսած այդ երդասարդ աղջիկներուն, այդ բադանի աղջիկներուն, ասի ուղղակի իրենց հոգեբանական փրկություն եղած է, եւ չգարձեք քիչ առաջ ասի, նույնիսկ եթե մգրադով գդրեք, թելերը չեն կագվիր, որովհետև հանքույցները այնքան ամուր գապված են իրարու, որքանալ որ գդրեք, համը չլար, հիմա ես ձեզի պիտի խնդացնեմ ասոր վրա, բավական, պան հուզվեցա, խանդավարվեցա, ուրեմն, իմ ընտանիքիս ամենափոքրը 6 տարեկան, քովս էր, երբ որ գսեի, որ նույնիսկ եթե մգրադով գդրեք, չի կագվիր։ Ուրեմն այս 6 տարեկանը իմ ըսածս լսելով, որոշած է մեր դան մեջ գտնվող ժանյակներն մեկը առնել, մգրադով գդրել։ Եվ հետո ես կդա անժանյակը, եւ քիծա օվերավ, ադիգա չարաջիջին է։ Եվ իսկապես ինքը իմ գոմես, իմ վախերս պարադեցուց եւ փաստեց, ուղղակի ատգդրված դրան ամեն անգամ որ քաշ կրտեմ, բացարձակապես ոչ մեկ թել չի կագվիր։ Հայ ժողովուրդն ալ նույն ցևով, որքան որ սուրի դագլնան, որքան որ ռումբերու դագլնան, որքան որ ցուլված ըլլան, ինչա ըլլան, հայը հայուն ժանյակով գճանչնա։ Եվ ես ցեզի ցույց պիտի դամ հիմա ժառանգականությունը ժանյակի, սկսանք Արուբանի, հասանք Անահիտ, հասանք Ծովինար, հասանք Mother Mary Մարիամ Աստվածածին եւ հասանք ասիգա փող այս երկու գդորները, այս տաղավարին մեջ, այս երկու գդորները փող առնված են ամերիկահայ ընտանիքի մկողմե, այս մեկը աշխատած է Եվա Նվարդ Քևրամբաշյան, նորեն ծնած Քալաս Կեսարյա, նորեն չարթեր են ազատված, որ եկած հաստատված է Մերսինի միջոցով Բեյրութ Լիբանան։ Իսկ այս մեկը աշխատած է իր աղջիկը Ագնես Դևլետյան, Բեյրութ, առաջին սերունդ Բեյրութ ծնած մեծած, եւ Ագնեսին գարի դուփին մեջ են գտնված է այս թելը, ժանյակի հադուկ թելը, եւ ես լսած եմ իմ մեծ մամայես, որ գսե ֆրանսական DMC թել պետք է լա, ուրիշ բան չլար։ Եվ ասեղը, որ այս դիգինին գարի դուփին մեջ են գտնված է։ Իսկ հիմա պիտի ասեք, աս ինչին, անտիկա, հնավուրց, պաման է։ Մեզի ինչ, մենք մեր դուներուն մեջ ասանք զարդեր չենք տներ։ Մեզի ինչ, ով է շարնագողը։ Ոչ, այդպես չէ։ Այս թանքարանեն ներս, այս ցուցահանդեսի ընթացքին, որը պիտի բացվեցավ ապրիլ 23, 2023 թվականին եւ պիտի փակվի ապրիլ 7, 2024 թվականին եւ 3 անգամ հետաձգվեցավ փակումը ժողովրդի փուն փապակին դեղ դալով եւ ժողովուրդը ասեմ հայ քաղաքը չէ ժողովրդին մեծ մասը ամերիկացի եւ օդար այցելուներն են որովհետեւ ասիգա ամերիկյան հաստատություն է որ գծուցադրե հայկական արվեստ այո
Ամերիկայի դարածքին Watertown, Massachusetts, Dearborn, Michigan, Los Angeles, California, այս բոլոր դեղերը հայկական թանգարաններ կան, ուր ժանյակը կցուցադրվի, բայց այս մեկը ամերիկյան թանգարան է, որ առաջին անգամ ըլլալով հատուկ ժանյակի ցուցահանդես կազմակերպած է։ Եվ ես ցեզի ասեմ, ժանյակը վերջին նորացեությունը է եւ պիտի ելա եւ պիտի շարունակվի ելալ, որովհետեւ հոս եկած են օդար աղջիկներ, երդասարդ աղջիկներ, երդասարդ դղակ ուզած են սորվիլ ժանյակի մասին, որովհետեւ ինչպես Հայաստանի մեջ, Ամերիկայի մեջ ալ ժանյակը մեծ դեղ ունի, հիմա ժողովրդական արվեստներու ծիրեններս եւ իրենք օղեր կսարքեն ժանյակով, ապարանչաներ, մազի գաբեր, վզնոցներ, ես վզնոց ունիմ, ցեզի շատ շնորհակալ եմ, որ այսօր ժամանակ տրամադրեցիք ինձի, իմ ներկայացումս իմ ցուցահանդեսս տեսակ եւ պիտի փակեմ հոսքալով եւ ընդհանրապես նախ ցուցահանդեսի բացատրությունը կգարտամ, չէ։ Ես իբր վերջապան ցուցահանդեսի բացատրությունը պիտի գարտամ ցեզի, որ գուզեմ գիտնաք, որ ասի առաջին անգամ ըլլալով է, որ Fowler Museum at UCLA, University of California at Los Angeles-ի շրջափակեններս առաջին անգամ ըլլալով է, որ հայկական ցուցահանդես մտեղի ունենա եւ գսե եւ պիտի դուք անգլերենը կտեսնաք, ես ցեզի պիտի թարգմանեմ, ժանյակ գսե հայկական արվեստ հանգույցներու եւ օղակներու գսե հանգույց է վերջ, օղակ է վերջ, հայկական ժանյակը կամ աստեղնագործությունը թարերը իվեր ամենա արժեքավոր գաբը եղած է հայկական քաղուտներու մեջ աշխարհի 4 ծագերուն եւ գսե այս արվեստի գործը, որ շատ թյուրությամբ կդեղափոխվի, անցած է մորմե իր աղջիկը եւ գաբած է զանազան բազմաթիվ սերունդներ իրարու եւ հոս բացատրությունը գուտամ, թե ինչպես 1915-ին Օսմանյան գայսրության թուրքերը առաջին չարթը գազմագերբեցին հայերուն թեմ եւ հետո ինչպես է որ միսիոնարական գազմագերբությունները օրինակ Ամերիկայեն, Անգլիայեն, Դենմարկեն, Զվիցերիայեն եկան, հավաքեցին այդ որբերը աշխատին, իրենք առնեն վերջացած, ամբողջացած աշխատանքները, իրենց երկիրներուն մեջ ծախեն եւ որբերը գարենան ապրիլ այդ ձևով։ Ուրեմն նաեւ վերջին խոսքս է, որ այս ասեղնագործությունը դեսանելի կանցմն է հայերուն համար եւ ուր որ ալլան երբ որ հայմը մեգումուտունը երթա եւ ժանյակ տեսնա անմիջապես կկոդեբնթվի գաշխուժանա եւ թեպի առաջ նայելու գորովը գունենա եւ հիմա ես ցեզի ցդեսություն պիտի մաղթեմ հանգույց առ հանգույց օղակ առ օղակ գգաբե աշխարհի բոլոր հայերը իրար մենք ալ հիմա կոդեբնթվինք ժանյակի մոխական իմաստով եւ խաղաղություն կմաղթեմ ցեզի սեր եւ միություն կմաղթեմ մեր բոլորին մանավանդ սեր եւ միություն հաջողություն ցդեսություն շուտով նորեն կտեսնվենք շատ սիրելիներ եզրափակելու համար գուզեմ ցեզի ծանոթացնել իմ գոլեգա իմ աշխատակիցը Ջին Մքյու որ դարիներու ընթացքին միշտ կողքս գեցած է իմ բոլոր գազմագերբած հանդեսներու եւ հանդիսություններու եւ այսօր
ինքն է ռեժիսորը այս իմ զեկույցից։ Շատ շնորհակալ եմ Jean, thank you very much Jean, and we love you very much.